այլ նաև մեծ մտավորական ցանկացած պայքար նախ եւ առաջ պայքարը ժամանակի համար, հետո դա որակների բախում է։ Ես այսօր ասել եմ, որովհետեւ 100%-ով համոզված եմ, որ ես եկել եմ Հայաստանը ավելի որակյալ դարձնելու այս ճակատի Էջմիածինը սա միայն հոգևոր կենտրոն լինելով չէ որ իսկապես որակ է ներկայացել։ Եկեք անաչառ նայենք ընդամենը մեկ դար առաջ տեղի ունեցող իրադարձություններին։ Գլխավոր որակը դրսևորվեց Էջմիածնում։ Չլիներ երևի նախասահմանված Էջմիածի համար նախասահմանված որակը մենք պետականություն չէինք ունենա։ Հիշում եք 1918 թվականին երբ մեր բազմաթիվ հերոսներ, լավ գործիչներ, նվիրյալներ ասում էին հեռանանք եւ կաթողիկոսներն առաջարկում էին տեղափոխել իրական մեկ մարդ ամբողջ հայկական հանրային կյանքում կաթողիկոս ասաց եթե դուք պատրաստ չեք հայրենիքի համար զոհվել, ապա ես որպես զինվոր կկանգնեմ եւ կպաշտպանեմ եւ դա փոխեց մեր ճակատագիրը։ Այսինքն երբեմն մեկ անձի ներկայացրած որակը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ։ Խաչիկ Մանուկյանին ես վաղուց եմ ճանաչում։ Պատկերացրու եք, դեռևս այն թվականներին Եղիցի դուրս անունով պարբերակար էր դուրս տեսնում եւ այդ երիտասարդների մեջ էր Խաչիկ Մանուկյանը։ Այս տարածաշրջանը ինձ համար անձամբ կարևոր է ինչով ես արտաքսված էի, բռնի արտաքսված եւ չունեի քաղաքացիություն, բայց հենց այս տարածաշրջանում մարդիկ ամենայն ոչռականությամբ նույնիսկ քաղաքացիություն չունեցող մարդուն նա դարձրին պատգամավոր, հետո 92%-ով զայն տվեցին ու դրանով օգնեցին, որ ես վերադառնամ։ Wall Street Journal-ը, որ հայերի մասին շատ բան չի գրում ընդհանրապես, անդրադարձավ այդ հարցին։ Եվ ստորքում գտնվող մեր հայրենակիցներն ասում էին, այսքան տարի աշխատում ենք, գոնե մի թող գրվի հայերի հարցերի մասին, Wall Street-ը չի տպում։ Այս տարածաշրջանի բնակիչները իրենց գործն այն ժամանակ արեցին։ Ես երբ խոսում էի որակի մասին, պատահական չէր։ Իրեք մարդը երբեմն իրենից դուրս է իր ստեղծագործություններով։ Մի անգամ Արցախում միջոցառում կազմեց եւ ես ուզում եմ որ Խաչիկ Մանուկյանը նույնպես մասնակցած լինի, թե երիտասարդ էր ձախանոց չէր, երբ ասացի Խաչիկ Մանուկյանին էր տեղ հատկացնել, ասում եմ, բայց ես իրեն չեմ ջերմաչում, ասում եմ, իսկ գիտես նրա բարձրուն կմերն է տորոպիչ, բայհակ եւ ու շարունակեց արտասանը։ Այսինքն Խաչիկ Մանուկյանը իր անձից արդեն դուրս է, մեր հանրության հոգևոր կյանքի, մտավոր կյանքի անբաժանելի մասը։ Ես այսօր այստեղ եմ ոչ միայն այն բանի համար, որ վաղաշաբաթցիներին, Էջմիածին համայնքի քաղաքացիներին կոչ անեմ, այլ նաև այստեղ եմ որպեսզի վկայեմ, որ վերջին շրջանում բավական լուրջ, նույնիսկ մենք համարձակվեցինք դա կոչել ազգային համագործակցության կլոր սեղան։ Այդ լուրջ կառույցը, որի կազմում արդեն 10 քաղաքական ուժեր կան, 2 տասնյակ հասարակական կազմակերպություններ եւ բազմաթիվ հանրահայտ մարդիկ, մտավորականներ եւ ազգային գործիչներ։ Նրանք բոլորը միանձայն առանց նույնիսկ մեկ առարկության ողջունեցին իմ այսօրվա այցելությունը, այս միջոցառմանը եւ ընդհանրապես ասացին, որ երջանիկ կհամարեն, որ Խաչիկ Մանուկյանը իր մտավոր հոգևոր կարողությունները ծառայեցնի մեր հոգևոր մայրաքաղաքի հանրային կյանքին։ Ես շնորհավորում Խաչիկ Մանուկյանի եւ նրա թիմակիցների պես հաղթանակին։